Ողջույն բարեկամներ, ամեն ինչ ինչպես գիտեք, մի օր ավարտվում է, վաղ թե ուշ, դրական ավարտ է լինում, բացասական ավարտ է լինում, դա արդեն ուրիշ հարց է, որովհետև դա էլ վիճելի է, ում համար դրական, ում համար բացասական, որովհետև ցանկացած իրավիճակի կարելի է նայել տարբեր կողմերի, տուժողի և օգտվողի տեսանկյունից, բայց ես մի բան եմ սպասում, մի բան եմ ակնկալում, երբ որ մի օրս ամեն ինչը վերջանա, ես երկու բան եմ ուզում, երկու բան ընդհանրեն, ցուցակ, արդարացի ցուցակ, ովքեր էին այսքան ժամանակ վճարվում տարբեր կառույցների կողմից Փաշինյան Նիկոլին ուղիղ կամ անուղղակի աջակցելու համար, այս ռեժիմներին ծառայելու համար, այո, այդ ցուցակը ես պահանջել եմ անպայման, երկրորդը, ուզում եմ, որ Հայաստանում Երևանում կատարվեն ինչ որ 45 թվականին կատարվեց Ֆրանսիայում, Փարիզում։ Փարիզում ֆրանսիացիները, երբ որ վռնդեցին նացիստներին, նրանք սկսեցին խուզել բոլոր այն մարդկանց կանանց գլուխները, ովքեր համագործակցել էին ֆաշիզմի հետ։ Չսպանեցին, չծեծեցին, ոչ մի բան չարեցին, զորով։ Խուզեցին դրանց գլուխները, որ դրանք 100 մետրից, հարյուրավոր մետրներից, դրանք երբ որ դուրս գային փողոց, բոլորը իմանային, որ դրանք այն կոլաբորանտներն են, որոնք Փարիզի պաշարման այդ ամբողջ ընթացքում ապրում էին այս կյանքով, որոնք անկախ ամեն ինչից ապրում էին այս կյանքով։ Հիմա կմտածեք, դե ամեն մարդու կյանքի իրավունքն է, չէ, ապրի ոնց ուզում է, շուշտ, բայց հայրենիքը պահելը բոլորիս իրավունքն է, իրավունքը չի, պարտականությունն է, օրենքի ծառայելը բոլորիս պարտականությունն է, որտեղ երբ որ դու չունես պարտականություն, չունես նաև իրավունքներ, ես չեմ ասում սպանել, կախել բոլոր կոլաբորանտներին, չէ, ինձ տվեք ցուցակը, ես գիտեմ ինչ կանեմ դրանց հետ, դրանցից փող ստացածներին, բայց մնացածին, ովքեր ապրում են այս կյանքով, ինձ եմ ուզում այս կոլաբորանտներին տեսնեմ տենց Երևանի փողոցներում, չնայած կարծում դրանք ռիսկ չեն անի նույնիսկ փողոց դուրս գան, որովհետև ինչ դրան իրանք պատրաստ չեն, որ կարող է մի օր այս գլուխները խուզեն ու թողեն փողոցները։ Մեղադրեք ինձ, որ ես մարդասեր չեմ, մեղադրեք ինձ, որ ես բռնանում եմ մարդկանց իրավունքների վրա, ոչինչ ես դրան կդիմանամ, մեղադրեք ինձ ինչու ուզում եք, բայց իմ խորին համոզմամբ մարդու ամենաառաջին պարտականությունը մարդ լինելն է ու քաղաքացի, որովհետև դրան հələ պետք է արժանանալ, որովհետև մարդ ծնվելով մարդ չեն դառնում, մարդ ծնվում են բոլորը, բայց մարդ դառնում են շատ քչերը, մարդ մնում են ընդհանրապես հազվագյուտ շատ քիչ տոկոս, իսկ այդ մարդիկ, որոնք այս ժանտախտի օրով այսպես տղճիկ են տալիս, ու սրանց կողքը տղճիկ են տալիս, անհոգ, օգտվելով ժանտախտի ընձեռած բոլոր հնարավորություններից, հենց ես ոչ հումանիստս, ուզում եմ դրանց տենալ ճաղատ Երևանի փողոցներում, ավելի լավ կլինի չտեսնեմ ես դրանց, իմանամ, որ ամոթից փողոց դուրս չեմ գալի, երևի դա կլինի ավելի ճիշտ, Երևանի փողոցներում իրանք պատրաստ չեն լինի նման ձև ման գալու, հակառակ դեպքում իրենք այսօր նման չէին վարվի, բայց ես ասեմ այդ կյանքով ապրողներ, ճիշտ է դուք հիմա ամենաբարձր ծառից թքած ունենաք ապագայի վրա, անավանդ դուք էլ հասկանում եք, որ ձեզ ոչ մեկ չի պարտադրաբար ձեր գլուխները սափրի, բայց դուք իմանաք մի բան, որ ես ձեզ հեռվից տեսնում եմ, ու ես ձեր պահով այսպիսի նպատակներ ունեմ, այսպիսի բաներ եմ տեսնում ձեզ, այսինքն դուք ինձ համար նույնն եք, այն նրանք ովքեր Փարիզի կապիտուլյացիայի ժամանակ ծառայում էին նացիստներին, նույն ձև ուրախ, աշխատում էին բոլոր բարդելները, սրճարանները, Մուլեն Ռուժը, աշխատում էին բոլոր և սպասարկում էին ֆաշիստներին, հիմա երևի կասեք, սրանք ու ֆաշիստները նույնը չեն, իհարկե նույնը չեն, ֆաշիստները ոչ մի բան չպրծեցին, բոլորովին,
ֆաշիստ Հիտլերը այցելեց Նապոլեոնի գերեզմանին հարգանքի տուր տալով, բայց ասեց. Նապոլեոն, քո ժողովուրդը առաջվանը չի։ Իսկ Ալիևը դա չարեց։ Ալիևը պղծեց ամեն ինչ որ իր ձեռքի տակ։ Ասում եք նույնիսկ այստեղ նրանք համարժեք չեն։ Իսկ այս պիղծերին, ծառայողներին պատկերացնում եք ինչ կանեին Փարիզում, եթե ասենք ֆաշիզմին ծառայեցներին նրանք խուզեցին նրանց գլուխները։ Եվ այսպես գնանք առաջ, ասեմ ինչու՞մն է բանը եւ ինչի եմ այսպեսի տրամադրության մեջ։ Եվ այսպես արդեն առանց որևէ երկմտանքի, առանց որևէ սենց ծածկա տեքստերի, հետին մտքերի, բարձ ասում է, իմ կարծիքով նոր սահմանադրության տեքստում չպետք է լինի հղում անկախության հռչակը։ Իր կարծիքով, հետո կասի, սա իմ անձնական կարծիքն է, բայց որոշելու է ժողովուրդը։ Ես պատկերացնում արդեն ժողովուրդը ինչ է որոշում։ Ես գիտեմ ժողովուրդը ինչ է որոշելու, ժողովրդին կնախապատրաստեն մի ամբողջ ընթացքով, չէ՞ որ խորհրդարան իրենց ձեռքն է, դա փորձեն։ Չէ՞ որ այս process-ը չեն կանգնացնի, նույնիսկ չեն փորձի կանգնացնել։ Չեն փորձի, որովհետև բոլորը ծառայում են նույն նպատակներին, բոլորը, այսպես։ Ողջունում եմ աշխարհի բոլոր հայերին, ողջունում եմ աշխարհի Սա Ստեփանակերտն են քանդում, այսպես քանդելու են Երևանը մի օր։ Հայությանը եւ ուզում եմ ողջել այն կարգախոսը, որից 1988 թվականին թնդում էր այս հրապարակը, վերածննդի այս հրապարակը, միացում Արցախը Հայաստան է եւ վերջ։ Я не понимаю мужчин, которые... Դե ինքներդ առաջարկեք սրան աջակցող, սրան նպաստող կամ այս ամեն ինչի նկատմամբ անտարբեր մարդկանց ոնց է պետք վարվել։ Մինչև անտարբեր մարդկանց հասնելը ես կուզենայի խոսեի դրանց թիկունքը պահող քաղաքական մասին, քաղաքական ուժերի մասին։ Իսկ մարդիկ ինչ կանեին, եթե օրինակ 1978 թվականին նման Նիկոլ Փաշինյանի նման մեկը լիներ, ասեր իմ կարծիքով նույնիսկ ոչ թե Արցախը պիտանք դա պիտի լինի սահմանադրությունից դուրս նույնպես, այդ անկախության հռչակագիրը պետք է անենք սահմանադրությունից։ Այսքան ժողովուրդ կա այդ անպայման հրապարակել։ Ուզում հասկանամ ինչ եղավ ժողովուրդս։ Լավ, ինչ եղավ ժողովուրդս։ Ինձ ազնիվ խոսք հետաքրքիր է։ Ուր է ժողովուրդս։ Ինչ եղավ մեր հետ։ Ինձ որպես ուսումնասիրողի սա շատ է հետաքրքրում։ Լուրջ, որովհետև եթե ես միջև չհասկանամ այս ամեն ինչի պատճառը, ես չեմ կարող հասկանալ ինչ առաջարկել, հա, որովհետև ես ամեն օր եթեր եմ դուրս գալիս, ինքս ինձ հարցնում եմ, այսօր եթե ինչին է ծառայելու, ինչ ես առաջարկելու։ Չէ՞ որ գրում եք, չէ՞, ինչ եք առաջարկում, կոնկրետ բան ասեք, կամ ավելի վատ բան եք գրում։ Ասենք, ելիքա խոսած դի գործարար, հա։ Միտել եք գրում, ամեն անգամ ես ինչ եմ առաջարկելու։ Ես ուզում հասկանամ ու դա ժողովուրդս։ Ու դա ժողովուրդս, որ ֆենոմենը հասկանալուց հետո ես ունակ լինեմ ինչ որ մի բան առաջարկելու, որը մինչև հիմա ոչ մեկ չի առաջարկել։ Բայց մինչև մենք դրան կգանք, ես սա մասին էլ եմ ուզում խոսալ։ Այնտեղ մարդ չի ապրում, հայություն չկա, որ իրավունքների մասին խոսենք։ Միրզոյան Արցախի մասին է, հա, Արցախի մասին է ասում։ Այս խոսքերը այսօր կարդացի, ասեցի լավ, այն ժողովուրդս չկա։ Զբաղված եմ։ Ռայոնա գնացել ասեմ, չկա ժողովուրդ։ Այս խոսքերը կարդալուց հետո ուրեմն Հայաստանում պետք է չլինել իրավաբան եւ քաղաքական գործիչ, որ պետք է չմնալ մեկը, որ տունը նստեր ու պատասխան չտար Հայաստանի արտաքին գործերի նախարար ներկայացող Արաբատ Միրզոյանին, որը համատեղության կարգով, հա, գործակալ օմեգան, որը ծառայում է ռուսական գործակալության KGB-ին։ Բոլորը ինձ թվում է այսօր մի բանան պետք է ասեն, հələ մի վայրկյան։ Ոնց թե, եթե մարդ չկա, ուրեմն ուժող չկա, իրավունքները պաշտպան, այսինքն իրավունքների պաշտպանության բան կարիք չկա, բա Եվրոպայում իրավունքներն են պաշտպանում։ Ասենք խոսքերն եք ասում էլի, Դանիան, Գերմանիան, Ֆրանսիան, եվրոպական բանը խորհրդարանը, որ ասում են արցախցիների իրավունքները։ Այսինքն իրանք չեն հասկանում դրա մասին, բայց դու որոշել ես, եթե տարածքում ապրող մարդ չկա,
Ուրեմն իրավունքի հարցը չկա, ում իրավունքը պաշտպանենք։ Այդ դեպքում ես հակառակ առաջարկով եմ հանդես գալի։ Քանի որ եթե այդպես է տրամաբանությունը, տարածքում մարդ չկա, իրավունքի խնդիրը չկա, արի գրավենք Ադրբեջանը։ Արի գրավենք Ադրբեջանը, մասամբ, հետո Ալիևին ասենք Ալիև ձեր ես, առնում ես։ Ոնց մարդ չկա, դու իմ իրավունքներն ես ուզում պաշտպանես։ Ում Արցախում 30 տարի ադրբեջանցի չկար։ Ալիևը ում իրավունքներն են ուզում պաշտպանացնել, ում համար պատերազմը սանձազերծեց, ում իրավունքները ճոճելով, իմջելով ձեր խոստովանությամբ, ձեր թույլտվությամբ եւ ձեր ձայնակցությամբ, ում իրավունքները ճոճելով էր Ալիևը այդ ամեն ինչը անում։ Արաբատ Միրզոյան։ Ուրիշ ձեր հարցը տեղափոխեմ։ Պատկերացնում եք մի դատապաշտպան գալիս է դատարան, ասում է. «Պարոն դատավոր, քանի որ իմ պաշտպանյալը մեռած է, ում իրավունքները պաշտպանում, այս մարդը մեռել է արդեն, իր համար ինչ տարբերություն է սպանողին կդատեն, թե չէ»։ Դուք պատկերացնում եք ինչ կկատարվեր նման փաստաբանի հետ, ինչ ճակատագիր կունենար։ Հայաստանում քանի քաղաքական գործիչ կա մոտարապես, գիտեք, շատ։ Հարյուրավոր, չէ՞։ Քանի իրավաբան, միջազգայնագետ, վերլուծաբան կան բոլորի հետ։ Ինչքան կլինեն, տասնյակներ կլինեն, չէ՞։ Ես այսօր ամբողջ օրը նայել եմ ֆիլտրերը, որ մեկը ազնիվ բարոյական մեկը կգտնվի, տեսեք ինչ բառեր եմ ասում, չեմ ասում քաղաքականապես հանճարեղ գրագետ, ասում ազնիվ ու բարոյական, որը կասեր, կներեք, մարդու իրավունքները պաշտպանվում են անկախ նրանից ինքը տարածքում է, թե տարածքում չի։ Իրան տնից վռնդել են, թե չէ։ Պատկերացնում եք ինքը ինչ է ասում։ Հիմա Արաբատ գամ քեզ, ցեմ ոտերից տակ, տաշելով ձեր տնից անեմ դուրս։ Կներեք բարերից համար, բայց քեզ ուրիշ ձեր չի կարելի։ Գիտես այդ մամա խաղու բարը։ Վերցնում եմ sense բզից է, այսինքն սատկաշ ճատի նման անում շպրտում եմ դուրս։ Դուրս, շենքից էլ դուրս։ Հետո եթե մեկը գալի ասում է մի բան ես իրա տունն ինքը պետք է գա, ասում, իա, չեղավ, աղբեջան, չեղավ։ Ինքը ոստեղ չի դու իրավունքներն ես եկե պաշտպանում։ Ասի չէ, ինքեր ջան, ինչ եք խոսում, պարոն Հակոբյան, օրենք կա, բան կա, իրա վրա է գրանցված, ինքը դե գրանցում ունի, ասեմ, հələ մի վարքյան։ Էս ինչ կրկնակի ստանդարտներ է։ Քո նախարարը ասում էր, եթե մարդը տեղ չի, ուրեմն ինքը դեռ իրավունքներ չունի։ Հիմա դու ինչի մասին ես եկե խոսում։ Արաբատ, պատկերացրեցիր քո հետ ինչ կարա կատարվի։ Ու այս պարզ տրամաբանության մեջ թեկուզ կենցաղային լեզվով, թեկուզ քաղաքական ձևակերպումներով, դիվանագիտական ձևակերպումներով ամբողջ քաղաքական դաշտի մեջ մեկը չգտնվեց, որ ասի կներեք, դուք հանցագործություն եք հիմա ծածկադմփոս անում։ Ոնց որ նույն բանը, երբ որ ասեցի, չէ, փաստաբանը կգնար դատարան, կասեր պարոն դատավոր, քանի որ իմ պաշտպանյալը մահացած է, իրան սպանել են, իր համար ինչ տարբերություն։ Ինքը դատը կշահի, չի շահի, սպանողին կդատեն, թե չեն դատի։ Ես իր իրավունքը ոնց պաշտպանել, իրան սպանել են արդեն։ Կամ տնից իրան հանել են։ Վերջ, ինքը տնից հանել են, ինքը էլ տուն չունի։ Այս մոտավորապես այս տրամաբանության մեջ պետք է ինքը այսօր լղոզվել պատերին, նվաստացվել, շպրտվել գործից դուրս, հայտարարվել, որ ինքը իրավունք չունի այլևս։ Չնայած վաղուց իրավունք չուներ, բայց հիմա առավելևս իրավունք չունի Հայաստանի անունից ներկայանալու արտասահման էնել արտաքին գործերի նախարարի պաշտոնում։ Դուք պատկերացնում եք ինքը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության իրավունքների ներկայացնող արտասահմանում։ Երբ որ ասում է, որ դա մարդ չկա, ասում իրավունքները պաշտպանեն։ Հա? Հիմա լավ, ասենք այն ժողովուրդը չկա, բայց քաղաքական դաշտն ուրա։ Ես դա հաղորդումը դրանով սկսեցի, որ Հայաստան լինելու է երկու ցուցակ։ Տեսնում ես, չէ, կնեք երկու ցուցակ չէ։ Մի ցուցակ անպայման լինելու է, որտեղ լինելու են նրանք, ովքեր վարձատրվում էին, սրանց ձեռքից հաց էին ուտում, որ չխոսեն։ Ու այս միտքը սենց հետապնդում է ինձ։ Որ դուք իմանաք մտքից մեջ նրանց ցուցակը, կսարսափեք ուղղակի։ Կսարսափեք։ Մի օր ցուցակն անպայման գնել են դեռ։ Ես ես խոսք եմ տալի։ Բերելու են սին տանաս, այսեն սիրուն տանաս, խնդրեմ պարոն Հակոբյան։ Եթե չտանել, ես այդ ցուցակը գրում եմ։ Հիշում եք, չէ՞, վաղուց այդ ցուցակն ունեմ։ Ովքեր են վճարվում սրանց կողմից։ Չեմ տեսել գիրը։ Չեմ տեսել տակը ստորագրությունը, բայց իրենց խոսալուց կարող ասեմ։ Չի խոսում,
խափում է, ինչի դիմաց, գուշակեք, ինչի դիմաց, չեմ ասա որքանի դիմաց, ինչի դիմաց, կեցեք, որտեղ որքանը էական չի, ես այդ ցուցակն ունեմ անշուշտ, բայց ես այդ ցուցակը տապած եմ ուզում տեսնեմ, որ այդ փոխանցումներն էլ նայենք, ոնց է գնացել, ում ինչքան է գնացել, ում են խափել, ում որտեղ են խափել, դա լինելու է, իսկ այն մյուս մասը են, որ պետք է ճաղատ-պատատել էին Հայաստանի փողոցներում, հուսով եմ դա էլ կլինի, իհարկե եթե մենք այդքան պահանջատիրության բան ունենք, զգացումներ ունենք մեր մեջ, ինչ վերաբերվում է սրա հայտարարությանը, հա, որ եթե մարդ չկա այնտեղ իրավունքներ պաշտպանելու կարիքեր չկա, պատկերացնում եք Եվրոխորհրդարանում մի մասը լսում է, իրանք իրաց պետք է հարց տան, մի վայրկյան, եթե իրական տուժողը, ասում է սա է ասում, մենք ինչ ենք խառնվել Եվրոպայում, ինչ է կարծում սա ում լեքսիկոնն է, իսկ մի ուրիշ բանով անկյան տակ ասեն, որ հրեաները 2000 տարի պետություն չունեին, բայց իրանք ստեղծել են իրանց համար իրավունք, ինչ որ միտեղ վերադառնալու համար, չունեին պետություն, 2000 տարի, բայց իրենք իրանց համար օդում ստեղծել էին իրավունք, ինչ որ տեղ, նույնիսկ դա իրական չէր որտեղ, ինչ որ տեղ վերադառնալ համար, եւ դա իրականացրեցին, խնդրեմ, այս մարդը, եթե սա իհարկե կարելի է մարտնացել, սես բան հայտարարում, ու ձայն չկա, հիմա գնանք այդ ձայն հանողներից, ովքեր պետք է լինեն այդ ձայն հանողները եւ ինչու ձայն չեն հանում, մեզ կոչ են անում, որ զարթնիտ հայմը, որ հայ մնաս, այո, Թուրքը եւ Թուրքի տակ կզող ցեղասպան Նիկոլը իմ թշնամին է, ես տեղ Թուրքի տակ կզող անուն չէի գրի, ցեղասպան Նիկոլ պլյուս մնացածը, գրեի իմ թշնամին, Նիկոլ պլյուս մնացած, որտեղ Նիկոլը փաստ է, չէ որ մենակ չի, հիմա գնանք տեսնենք էլ ովքեր են դրանք, երեք քաղաքի նիստեր գերագույն մանմնի, ես ասեցի, չէ, մեջ բերեցի, մեծ են Սերժիկ Սարգսյանի խոսքերը, որ ձեր համբուրած էշին մեր դռան մի կապեք, ձեր յուրաքանչյուրը պատասխանատու է այն էշի համար, որի ճակատը համբուրել է, այդ էշին բերել ես դու, այդ էշին ստեղծել ես դու, այդ էշին հովանավորել ես դու, վարչապետի աթոռում են նստացեցիր դու, վարչապետի համար քվենել տվել ես դու, հիմա մտածի էշը ով է Սերժ Սարգսյան, ու հետներ ասում է հանգիստ ապրեք, քանի դեռ ԿՊ-ն հանուն խաղաղության չի որոշել ձեր տունն մտնի սահմանային վեճի առարկա է, չի որոշել, որ ձեր տունն էլ սահմանային վեճի առարկա, այս վեճի առարկան ասեց հիշեցի, բայց մինչև վեճի առարկան հասնել ուզում այս ԿՊ, տեսեք ԿՊ-ն, Սերժիկ Սարգսյան, այս ԿՊ-ն երբ է ստեղծվել հիշում ես, իսկ ասում ասել 2013 թվականին դու այդ ժամանակ ընտրություններն էիր կերծում Ռաֆի Հովհաննիսյանի դեմ, դու այդ ժամանակ բոլորը զարմացանք, հենց հիմա ընտրությունները կերծվում, բայց Նիկոլը հուսալություն է ստեղծում Սերժի ժամանակ, ինչի, ու այդ ԿՊ-ի լոգոն հիշում եք, թուրքական լոգոն, հիշում եք, Սերժիկ, քո ստեղծած կուսակցությունն է, քո պահած եթիմները, իրանց ուրիշ բառեր չեմ ուզում ասեմ էլի, այն դու որ սրանց ուղարկեցիր Էլեկտրիկ Երևան, դու սրանց որ ուղարկեցիր բանը, ծռերի ժամանակ ապստամբության, հենց ամենաթեժ պահին սրանք կողքը կանգնած էին, մեկ էլ միկրոֆոններն ու լույսերը վառած, մատան խորենացի, այն պահին, երբ որ սենց ընդհարում էր ոստիկանների եւ մարդկանց մեջ, ամենապիկ պահի, մեկ էլ մի պահ դադար եղավ, լույսերը վառվեց, ոնց որ կինոն էր պահած, մեկ էլ պարզվեց Նիկոլը իրա ճիվաղների հետ ընդեղ միկրոֆոնով լույսերով կանգնած է, որ այն ժամանակ պետք է մութ գործել հրապարակ, ով այդ ամեն ինչի սենարի հեղինակը, Սերժիկ, դու ասում ես հանգիստ ապրեք, քանի դեռ ԿՊ-ն քո ստեղծած հանուն խաղաղության չի որոշել ձեր տունն էլ սահմանային վեճի առարկա դարձնել, իմջելուս մյուս հարցին գամ, Սերժիկ, սահմանային վեճի առարկա է դարձնում քո կուսակցության թողտվությամբ, քո կուսակցության թողտվությամբ, չէ՞ որ դու ես վերընկած բանում, սան էլ լսեք, խորհրդարանում,
Սրանց հետ Ես կարծում եմ, որ դու պետքա տենց գորակ քլեչի վրա ասեք, արա, քո կողմու խելա։ Մի բարիա խոստացել ես, ասում ես կբացենք Պարոն Խաչատրյան, երբ որ ձեր կուսակցությունը իշխանություն էր 1918 թվականին, տեսանք էլի ում հետ ինչ եք խոսում, ու ոնց ու ինչի դա բերեց։ Այ դրա համար էլ ինքը ծառայում է քլեչին։ Հələ լավ, այս տականքին դնում մի կողմ։ Հիմա այս դաշնակներն եմ ասում։ Դե Ռոբին տեսանք, հեսա Ռոբին էլ ենք հասնում։ Բայց լավ, հասնենք հետո կամփոփենք սրանց բոլորի հետ։ Հասնենք ու բոլորին բանանենք, չէ՞։ Ամփոփենք իրենց։ Եվ բոլորս հիշում ենք 23 թվականի ամռանը, երբ որ Արցախը շրջափակման մեջ էր, հրապարակում ստեղծվեց շարժում, որը կոչվեց Հայաքվե, որը ստորագրություններ հավաքում, որ պետք է պարտադրի դրանով Նիկոլին, որ Նիկոլն ասի Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի ճանաչել։ Պատկերացնում եք։ Մենք ասում ենք պահանջեք միջազգային խաղաղապահներ, իրանք հավաքում են ստորագրություններ, որ պահանջեն Փաշինյան ճիվաղից, որ նա պետք է հարտահայտի, որ Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի ճանաչելու։ Լավ։ Ճանաչեց, չէ՞։ Ճանաչեց։ Սերժիկ ճանաչեց, չէ՞, ճանաչեց։ Դաշնակներ, քեզ ոսս նվաստացում են ամենը, ճանաչեց, չէ՞, ձեր նկատմամբ, այո, ճանաչեց։ Դուք ինչ եք անում խորհրդարանում։ Այսինքն դուք որ հավաքում եք այդ 50,000 ստորագրություններ այդ մարդկանցից, բա չեք ասում, որ պահանջում եք չի ճանաչել։ Եթե ճանաչեց, ինչ ենք անելու։ Այդ պատասխանը չեք տվել մարդկանց։ Եկել են ձեզ վստահել են, ստորագրություն տվել են, չէ՞ ձեզ։ 50,000-ից ավել մարդ է, չէ՞, վստահեցես։ Դուք ինչ ասեցիք այդ մարդկանց։ Ոչ ճանաչի, ինչ եք անելու։ Հիմա կասեք, ոմը մենք չենք ալ հեղափոխություն այն բանի մեջ, զենքի մեջ ալուն կա, հեղափոխություն չենք անում։ Okay, լավ, հեղափոխություն չեք անում, բայց չեք անում։ Ինչ, օրինակ ինչ։ Փոքրամասնությունը խորհրդարանում ոչ մի բան չեք կարողանում անել։ Դուս եք։ Այսօրվա բանի Փաշինյան Նիկոլես հայտարարության հույսը, այս հայտարարության հույսը հենց իրանք են, որ միջև վերջ մնալու են իրար կողքի։ Ես ամբողջը սրա համար ասեցի։ Իրանք են, հենց այս դաշնակներն են, Սերժիկն է, Ռոբիկն է։ Իրանք այս ընթացքում ամեն ինչ կկազմակերպեն, միայն երկրորդ Հայաքվե կկազմակերպեն, մեկ է Ռուսաքվե կկազմակերպեն, ամեն ինչ կանեն այս ընթացքում, բայց Նիկոլի մազին չեն կպտի հանկարծ, որ նա աթոռի չզրկվի վարչապետի։ Ու նկատել եք, որ հայկական մեդիայում դրա մասին խոսակցություն չկա։ Պահանջ։ Այնպես տպավորություն է, որ բոլորը համաձայն են, որ այս ամեն ինչը իրականանա։ Նույնս եմ ասում, այսօր Արարատը Միրզոյանը ասում է, եթե մարդ չկան դե իրավունք չեն կարող պաշտպանենք։ Սա ասում է սահմանություն պետքա չլինի այդ անկախության հռչակագիրը։ Ոչ մեկ չի պահանջում դրանցից դուրս գալ խորհրդարանից, լուծարել խորհրդարանը։ Զգում եք ինչ, սենց ունիսոն հարմոնիայի մեջ դավաճանություն է կատարվում ժողով։ Զգում եք դա։ Այսքան պատահականություն միտեղ, հնարավոր չի, ես չեմ հավատում։ Գիտեք, սմասխել հուշում են, բայց չեն պարտադրում։ Աստղերը ինձ դա են հուշում, սենց, որ հələ մի հատ նայես աստղերը ոնց են հավաքվել Նիկոլի կողքը։ Բոլորը։ Ու հիմա ինձ ասեք ինչ է պետք է խանգարի Նիկոլին։ Ես մի հատ հույս ունեմ, մի հատ այս փոքրիկ բանը մնացել, որ ամեն դեպքում, ինչքան Սերժիկը, Նիկոլը, դաշնակները, մնացած եվրոժետոնները, արտախորհրդարանականները, ծածկված նիկոլականները, ծածկված սերժականները, ասում սա ցուցակ ես մի օր պետք է ունենամ, ես գիտեմ, իմ մեջ ես իրենց խոսակցությունները, գործողությունները, հայտարարությունները ասենց բերում դնում եմ իր հետևից, եթե ես մի օր հանկարծ դա մասին բաց խոսամ, պատերազմ է լինելու, բայց օրը գալու է, ես գիտեմ, որ գալու է, ինձ էլ հնարավոր չի երկար ասենց այս վիճակի մեջ բայել, բայց ես ցուցակն եմ ուզում տենամ, որ չասեն քո մտքի, քո ֆանտազիաների կամ պատճառ հետևանքային չարթարացված անալիզի արդյունքը, չէ, ցուցակը պես պետք է տենամ մեկը։ Այսինքն ամեն ինչ հավաքվել է Նիկոլի կողքը, որ Նիկոլը սա իրականացնի։ Ես ասեմ Նիկոլը բավականին վստահ է խոսում։ Ինքը հիստերիայի մեջ է, ինքը չի հավատում, որ սա անում է։
ինքը չի հավատում ուսանումը։ Ինքը հասկանում է մի հատ տեղ ամատե, որտեղ իրան գնդակահարելու են, վերջում միևնույնն է, Հայաստանը տայել գնդակահարելու են, չտայել գնդակահարելու են։ Ինքս ես գնում այդ թունելով։ Ինչալոց Ալենի դեմքից էլ է դա երևում, Նիկոլի դեմքից էլ է երևում։ Դրանք արդեն իրանք sense հոգեվիճակա դեմքին տպած է։ Սա այն չի, որ sense մեր մոտ ամեն ինչ նորմալ է։ Չէ, իրանց դեմքի վրա sense ամեն ինչ երևում է, էլի։ Բայց դա մի կողմ։ Ըստ նկատել եք Հայաստանի քաղաքական դաշտում, մեդիա դաշտում ինչ լռություն է, ոչ մեկ ոչ հրաժարական է ուզում։ Մանդատների մասով ոչ մեկ ոչ պարտադրում է դնել, որտեղ իդիոտ պետք է լինել, ոչ հասկանալ, որ մանդատները դրեցի, խորհրդանը լուծարվում է ուղղակի։ Խորհրդանը չի կարա լինի առանց ընդդիմության։ Արտահերթ բան ընտրություններ պետք է լինի։ Այդ նայելով Գյումրի եւ Փալաքարի արդյունքների հասկանալի է, չէ՞, որ դա այտենց քպայական խորհրդարան չի լինելու։ Բայց ժամանակ Սերժիկը ոնց պետք է իրականացնի Նիկոլի երազանքը, Նիկոլի չէ, Նիկոլի տերերի երազանքը։ Նիկոլի տերերի երազանքը։ Ով է Նիկոլի տերերը։ Լենին, Քեմալ Աթաթուրք պատկը, ընկերներ ջան, պակտը։ Այսօր իմիջիալոց ֆենոմենալ բան տեսա Սաթիկի Մոսեյանյան։ Այն մյուս լփիկի արարի տակ մնացած Սուրեն Սուրենյանն հետ նստել են խոսում են, որ հիշում եք Վազգեն Սարգսյանի խփելու ժամանակ մոտարապես էս չէ, Քոչարյանին ում իշխանության ժամանակ բերեցին Լևոն Տեր-Պետրոսյանը, որ բերեց Քոչարյանին, բան, ով էր դրա քավորը։ Այո, Ամերիկան։ Այ Ամերիկան էլ բերեց, տվեց, որ քանդեն էս ամեն ինչ։ Ամերիկան էլ ծախեց։ Պատկերացնեք 97-98 թվականին Ամերիկան էլ հենց sense բռնեց ու sense ծախեց Ղարաբաղը։ Ասում Լևոն Տեր-Պետրոսյանը որ բերեց Քոչարյանին, այո, դա հենց Ամերիկայի բանով, պասերով բերեց, Ամերիկան էլ հենց հիմա այս ամեն ինչը ռուլի տանում։ Մի խոսքով լավ։ Ռուս-թուրքական ագենտուրան ոնց տագետ կար, դե կադր չունեն։ Ոնց տագետ կար, այտենց էլ մնացել է, գիտեք խողմեն որն է, այս ամեն ինչը, որ նոր կադր չունեն։ Մեկը չկա, որ դուրս գա ու այնքան գրագետ խոսա, որ մարդիկ չհասկանան ինքը։ Ինչ է անում, էլի որտեղ է մեզ մանիպուլացնում։ Մնացել են այս հին, մաշված, անորակ կադրի հույսին, ինչ է։ Նույնիսկ այս պարագայում չկա իմիտացիա, ոսանք պարկարում է Սերժ Սարգսյանի Փաշինյան Նիկոլի դեմ։ Նույնիսկ իմիտացիա չկա։ Հա, գիտեք, երկար ժամանակ մեզ բանը իմիտացիան ստեղծել, չէ՞, սև, սպիտակ, բան։ Հիմա նույնիսկ այդ իմիտացիան չկա։ Այսինքն Նիկոլը չի կարողանում օգտագործի բանին, նախկիներին, չկա, ոչ մի ժողովուրդը չի էլ հավատում։ Նախկիններն էլ հոգնել են արդեն, հոգնել են իմիտացիա ստեղծելուց, թե իրենք պայքարում են իբր Նիկոլ Փաշինյանի դեմ։ Լռություն, լռություն, բացարձակապես լռություն։ Այս սա ամենախայտարակն է։ Այսօր ամբողջ օրը մտածել եմ ընկերներից հետ խոսում, լավ, միթե հնարավոր չի։ Մեր պլատֆորմ, հստակության պլատֆորմ ստեղծել, այն ինչ որ քացուտակ տրվեց մի տարի առաջ։ Դրա մասին ես մի օր խոսալու եմ, քարաքարին չեմ թողելու։ Հիշեք, որ ես չեմ մոռացել։ Իմ հիշողությունն էլ է լավ, պատճառը հետևանքային կապը հասկանալու ունակությունն էլ լավ։ Բայց միթե հիմա հնարավոր չի մեր պլատֆորմ ստեղծել նորմալ չփչացած մարդկանցով, ինչ որ այս ժողովրդին հույս տալու համար, հույս չեմ ասում, հեղափոխություն անել։ Գիտեմ, որ հեղափոխություն անելը որ հեշտ լիներ, մի 100 անգամ արած կլինեինք, բայց գոնե հույս տալը հնարավոր է ժողովրդին։ Ասել, հեսա կա, այս էլ պլատֆորմը։ Հա, ոչ մի անգամ չի խաբել, ոչ մի անգամ ոչ մի գործընթաց չի տապալել, ոչ մի անգամ ոչ մի կեղծարարության չի մտել, զեղծարարություն չի արել։ Մի հատ պլատֆորմ հնարավոր է ստեղծել։ Նույնիսկ եմ կրկնում, ոչ թե հեղափոխություն անելու համար, գոնե հույս տալու համար, որովհետև այսքան մարդ որ նայում է, իրանք չեն նայում տեսնեն, հետո դες ինչից եմ խոսալ։ Չէ, ես ու գիտեմ մարդիկ ինչի են անում նայում։ Հույս են փնտրում։ Բայց ես չեմ կարող ստել, ասել, այ հեսա, Թրամփը սրան մի հատ մի բան ասեց, այնի հենա հայամետա ընդեղ նշանակվեց, հեսա ստեղ դնելու են, գիտեմ, չէ՞ դες կապիտներ քաղաքական վերլուծություններից, հեսա նրանք դնելու են Պուտինի ականջներից ջարդեն, այն էլ խփելու կրակելու Ալիևի ոտերին, Ալիևն էլ հանձնվի։ Ես ոտնես абսուրդ բան չեմ կարող ասել։ Բայց
որ մի հատ փոքրիկ պլատֆորմ ստեղծվի, ժողովրդի մոտ գոնե, ասենց հայացքները կուղվին դեր, մի հատ տեսնեն իրենք ինչ են առաջարկում, կարողանում են մի բան առաջարկել, թե չէ, կարող է իրենք սկսեն օգնել, որովհետև ժողովուրդ ջան, ցանկացած պլատֆորմ որ ստեղծվեց, իրան օգնություն է պետք լինելու, ոչ մի քաղաքական գործիչ ինքնուրույն չի կարող հեղափոխություն անել։ Այ հիմա մենք այն վիճակին ենք, որ մենք պետքա պարտադրենք այդ պլատֆորմի ստեղծմանը։ Պարտադրենք, ախպեր, ասենք, ինքը ես չեմ ուզում, որ դու Սասունցի Դավիթը լինես, ես գիտեմ, որ դժվար է, ես չեմ ուզում, որ դու այն խելառներից ընես 31 հոգուց, որ կյանքերի վրա խաշ-քաշեցի մտան ՊՊՑ։ Պարտադիր չի, բայց գոնե մի բան փորձեք, մենք էլ ձեզ պաշտպան։ Եթե մենք հիմա դա չանենք, մենք սա արդեն ամեն ինչ փորձել ենք, ապստամբությունը փորձած է, միտինգ, հանդավակ, քայլերտ, ամեն ինչ փորձած է, ոչ մի բան չաշխատեց։ Դա չաշխատեց էլի։ Գոնե դա կարող ենք փորձել, գոնե հույսի համար։ Թե ինչ է նշանակում, ընտրություններ առանց թեկնածու, Փալաքարում առանց թեկնածու, Գյումրիում առանց թեկնածու, դրա արդյունքներ ինչ ունենք, Վարդանի քաղաքապետ։ Ես արդեն ոչ մի բանի վրա չեմ զարմանում։ Ինչի՞ չէ։ Ես ազնիվ խոս ոչ մի բանի վրա չեմ զարմանում։ Ինչի Վարդանիկը չի կարող քաղաքապետ լինի որ։ Այսօր մեր կողմ բան եմ կարդացել, ուզում եմ ձեր հետ կիսվեմ, մի քիչ հուսաձող էլի։ Հա, հետո անցնենք իմ բանի շարունակությանը։ Լոս Անջելեսի շրջանում ապրիլի 24-ը հայոց ցեղասպանության հիշատակի օր է հռչակվել։ Միացյալ Նահանգների Լոս Անջելեսի շրջանի հոգաբարձուների խորհուրդը հավանություն տվել ապրիլի 24-ը շրջանի տարածքում ցեղասպանության, հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու միջնորդությանը, հա, այս մասին հաղորդում է Pasadena Now-ում։ Աղբյուրի հաղորդման հոգաբարձուներ Քեսին Բարգևի եւ Հիլդա Սոլիսի կողմից ներկայացված միջնորդությունը դատապարտում է թուրքական կառավարությանը ցեղասպանությունը ժխտելու համար։ Միջնորդությունը նաև անդրադառնում է վերջին տարիներին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումներին, որի հետևանքով տեղի հայ բնակչությունը ստիպված է եղել լքել իր հայրենիքը։ Այ արաբատ, տեսա կերար իդիոտ։ Միջնորդության հեղինակները կոչ են արել ԱՄՆ կառավարությանը պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ։ Տենում ես արաբատ, Ռուսիա ագենտ, տենում ես։ Դու հրաժարվում ես, ասում ես վերջ, տուժող չկա, տուժողը տեղում չի։ Իլքը իրավունք չունի էլ արդեն, վերջացավ, ում իրավունքները պաշտպանենք, բայց պարզվում է, այն ձեր ասած է Ամերիկան, որ նշանակել է Ռոբերտ Քոչարյանին, ինքը այլ կարծիքի է։ Միջնորդության հեղինակները կոչ են արել ԱՄՆ կառավարությանը պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ մարդու իրավունքների շարունակական խախտումների համար եւ պահանջել անհապաղ ազատ արձակել Ադրբեջանի կողմից գերության մեջ պահվող հայ պատանդներին։ 21 թվականի ապրիլի 24-ը Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես ճանաչել է հայոց ցեղասպանությունը։ Նիկոլ ու արաբացիներ, ինչ է կանել սա դեմ։ Սրանից զատ մի այլ հայտարարություն է եղել, ով ջնջում է հայոց ցեղասպանության պատմությունը, արժանի է մահի։ Շահվո Օդաջյան System of the Down-ի երաժիշտներից մեկն է, իր բանում ագերը։ Սոցիալական էջերից մեկում ագերը։ Հա, Instagram-ում։ Սա ինչ է նշանակում, որ սրանք ինչքան ուզում է աղավաղեն, քաղաքական դաշտը առած ծախած լինեն 100 տակ, մեկը, բոլորին չես կարող առնել։ Բոլորը չեն, որ վաճառվում են, ցավոք, սրտի, ցավոք ձեր համար, եւ անպայման այս թեման բաց է մնալու։ Եվ ինչքան էլ արաբատը ուզում է բան անեսի, մարդ չկա այնտեղ, իրավունքները չեմ կարող պաշտպանել, դրանից ասում են, չգիտես ձևը, վերենգի տեղը տերկուս, ձև կա։ Եթե Հայաստանում դրա մասին խոսացող չկա, այն Ամերիկայում ասում են դրա մասին։ Ուղղը դե Եվրոպայում էլ կասեն, հենց, ոքի կարող դիվանագիտական լեզուն թույլ չտա, այն ձևով ասեն, որ սիրտը սա ուզում, բայց ասելու են, այսինքն, թքելու են հատած ձեր երեսին։ Արդեն առաջի պլիվոկը ստացաք Ամերիկայից, մնացածներ հերթով ստանալու եք։ Անպայման, որովհետև սա չի կարող անպատասխան անցնել։ Իսկ մինչև 24-ը, ինչքան մնացել, մեկ շաբաթ մոտարապես։ Դա մեկ շաբաթ։ Կաթողիկոսներ,
Էլի պետք է անդրադառնամ դες։ Ապացուցեք էլի, որ այդ խաչը ձեզ բզից որ կախած է, դա զարդ չի ձեր համար։ Ուրիշ բան չեմ ասում։ Որ այդ խաչը որ ձեր բզից կախած է, դա ընդհանրապես զարդ չի։ Այսինքն նույնը կարող է կանջող լինել, էլի։ Ապացուցեք, որ դա ինչ-որ մի բան նշանակում է ձեր համար։ Դուք ինչ չէ, որ պետք է ապացուցեք, ձեր հետևորդներին ապացուցեք, որ դա ընդհանրապես զարդի տեղ, բան չի, աքսեսուար չի ձեր համար, էլի, որ կախել եք ձեր վզից։ Հասնեմ առաջ։ Այսօր ես նկարը տեսա։ Սպիտակում են, սենց սառը սենց անում են քոքոնից։ Գիտեք, մի պահ թողենք ծառը։ Առաջի ծառը չի, չէ՞ որ տեսնում ենք ոնց է նավիրում։ Այս ամի գիտեք ինչ ասոցիացիաներ առաջացավ իմ մոտ։ Հայաստանի Հանրապետություն այսենց ալմատախիլին է։ Ու այս կռունկի, վերամբարձ կռունկի վարորդները հայ։ Այդ փոսը փորացները, ալմատները, տակից կտրտածները, նրանք էլ են հայ։ Այս ուղղություն ցույց տվողները հայ։ Հային ձեռքով։ Այսպես մեր պետությունը ալմատախիլ են անում։ Մենք պետք է մի բան անենք, թե չէ։ Իսկ պետք է անենք։ Եվ իրանք ճանաչում եք ես։ Կանայք փոխանակ ասեն պայմանագիր կնքեք Ադրբեջանի հետ, ասում են ամրացեք սահմանը, Լենան Նազարյան, սա ճանաչում եք, չէ՞։ Ասում են փոխանակ ասեն պայմանագիր կնքեք Ադրբեջանի հետ, ասում են ամրացեք սահմանը։ Զարմացած է, կանանց վրա զարմացած է։ Գիտեք ինչի է զարմացած։ Դե ինքը կին չի։ Առավել եւս ինքը հայ կին չի։ Որտեղ թե հայ կին լինել, Նժդեի մասին լսած կլինել, էլի Նժդեին ինչ էր ասում։ Նժդեին ասում էր ազգերի ապագան փնտրեք մայրերի ձեռքերի մեջ։ Ու այս չկինը, այսինքն բիոլոգիապես կին է, բայց ինքը այն հայ կինը չի, որի ափի մեջ պետքա ազգի ապագան մանգան։ Իր ափի մեջ հայի ապագան չկա։ Չկա, ասես գիծը գալի կտրվում անդր։ Ինքը այդ ափից չունի։ Նժդեն իրանի նկատի չուներ, ասում էր մայրերի ձեռքերի մեջ, հայ մայրերի ձեռքերի մեջ փնտրեք ապագա։ Հիմա էսի մի քանի ձեռք նայել չի տեսա իր համախոհներին, որ ասի տարեք երեխեքին սպանեք, եկիքը հանձեք, ինչ ուզում եք արեք, մենակ խաղաղության բան կլինի։ Ասում է սահմանն ամրացրեք։ Պատկերացնում եք ինքը 7 տարի կառավարության մեջ զարմացած է, որ իր գործը որպես պետության ղեկավար, պետության պատասխանատու իշխանություն սահման ամրացնելն է։ Պատկերացնում եք ինչ ցնցումները ապրել էս չմարտը։ Ինքը զարմացած է դրանց։ Ոնց կարելի է։ Ոնց կարելի է սահման հասկացնել։ Սահմանները պետքա բաց լինի, որ ով ուզում է, երբ ուզում է գա, մտնի իմ տունը, ինչ ուզենա անի, ես էլ վերջում ասեմ մի բան դնեմ հետդ բերիվ տանես, կամ դուսը ցուրտ է, ասում ես մի բան գցի վրա նոր գնա։ Պատկերացնում եք։ Ինքը զարմացած է։ Այո, շատ է զարմացած։ Ես ուրախ եմ, որ ինքը զարմացած է։ Այ ես ավելի շատ կտխնեի, եթե իր շրջապատում միայն ինքը հանդիպած լիներ այն մարդկանց հետ, որոնք իր նման բացած գոռում են «Էստի համեցեք, էստի համեցեք»։ Դե ուրախություն ինձ ու ձեզ, փաստորեն իր նմանները այդքան էլ շատ չեն «Էստի համեցեք» գոռացող մարդիկ ասում են «Ինչ էստի համեցեք, այ չմարդ, սահմաններն ամրացա»։ Ի վերջո դու դրա համար ես աշխատավարձ ստանում, դու դրա համար ես իշխանություն եւ իշխանության պարտականություններն է դա։ Տեսնում եք ինչ է, նայեք, չկա պետականություն, չկա անդիմություն, չկա իշխանություն, չկա քննադատություն, չկա քաղաքական դաշտ, բայց կա հայ մայրեր, կան Լոս Անջելեսում Ամերիկայի մարդիկ, որոնք հասել են նրան, որ քաղաքում ճանաչել է դա օր, նամակ կա, դիմում կա, մի խոսքով, հա։ Այս հակադարձությունների մեջ մենք պետք է փորձենք բալանսը բերել դեպի մեկ կողմ, հայերի կողմ։
Իսկ փորձենք, ինչ եմ ասում փորձենք, որովհետև քանի սրանք կան, նշանակում բալանսը խախտված է։ Մեր գործը այդ բալանսը ճիշտ ուղղությամբ փոխելն է ու սրանց Այ սրանց մի մասին բերտ ուղի գծով, մի մասին խոզած գլուխներով դեպի Երևանի փողոցները շպրտելն է։ Սա լավագույն տարբերակն եմ ասում, եթե դուք ունեք այլ տարբերակներ առաջարկեք, ես էլ իմանամ։ Բայց այս ընթացքում Աննա Հակոբյանը կրկին փողով հանդիպման է հրավիրում։ Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հաջողակ ընտանիքներին վճարովի ընթրիքի է հրավիրում Իմ քայլը բարեգործական հիմնադրամի «Ստեղծենք միասին» նախագծի շրջանակներում։ Նախագծին աջակցել Ես որ ասում եմ Երևանի փողոցներում խուզած գլխով շպրտած, այս նկատում նաև։ Սրանց նաև։ Ու բոլորին, ովքեր սրանց հետ տալիս աղոթում են։ Լավ, ձեզ շուրջը մեկը չկա նորմալ բարոյական մարդ, ասի դուք ես ինչ եք անում։ Հայ ժողովուրդ, դուք ես ինչ եք անում։ Լավ, դուք ոչ մեկի հետ չեք նստում հաց ուտելու, սուրճ խմելու, որ բարոյական սահմաններ ունի։ Ազնիվ խոսք, ես որպես ուսումնասիրող եմ հարցնում, ես չեմ ուզում մեղադրեմ, ինձ ուղղակի հետաքրքիր է, սա անձնական չի, ես եթե անձնական նայեմ ես ամեն ինչ խելագարվեմ, ես ուսումնասիրողի աչքերով եմ նայում, որ հասկանամ մարդկանց պահվածքը, որովհետև ես ասում եմ, սոցիոլոգները իրանց ամբողջ պատմության ընթացքում այդ դասագրքերը ոսս գրվել է, սենց բան չեն ունեցել, սենց միջավայր չի եղել, հասկացեք, ամենտեղ եղել են, լպեններ, ամենտեղ եղել են, ասենք, չգիտեմ, կոլաբորանտներ, ամենտեղ եղել են ֆաշիստներ, նացիստներ, բոլշևիկներ, բայց սենց բան։ Ես ըստ եմ սոցիոլոգիայի դասագրքերում չկա։ Ինձ ես սոցիոլոգիա հոգեբանություն շատ եմ սիրում, ես հիմա ուսումնասիրողի հայացքով եմ ասում, անձնական ոչինչ չկա։ Դուք չկաց է շրջապատում նորմալ մարդ, որ այդ շփելու ձեզ ասեն, գիտես, Արազատ ջան, դու իմ ընկերն ես, բայց գիտի ասեմ, սրանց հետ շփվելը նշանակում է իրանցից մեկը լինել, նշանակում է դառնալ սեյական մարդասպան, նշանակում է մտնել սերունդ անեծքի տակ, չէ որ նույնիսկ Լենա Նազարյանն է զարմացել, որ մարդիկ ասում են սահմանն է պետք ամրացնել, ոչ թե էստի համեցել գոռան, լավ, այդ մարդիկ իրենց շրջապատում մի բարոյական մարդ չունեն, գիտեք, նույնիսկ բարոյական մարդը լինելը պարտադիր չի, մի քիչ քթացակ, մի քիչ պարկեշտություն է պետք։ Եվ մի քիչ, ինչ ասեմ, մարդ լինել, էլի որ ասել ամեն ինչին չափ ու սահման կա, հասկանալի է, լավ, դու գործի մեջ ես, կարող է քեզ պետք է ասենք իշխանության գոնե թշնամի չլինես, բայց դու ոնց կարող ես նրան ծառայել, դու ոնց կարող ես հանցագործ ցեղասպանության մի մասը լինել։ Դուք ոչ մեկը տես մի մարդ չկա ձեր կողքը։ Այս է ինձ ուղղակի սպանում։ Այսօր արցախցիները ինչ-որ բան են նախատեսել, այդ լսենք էլի։ Ամսի 18 ժամը 12:00 սաղս հավաքվում ենք ստեղ։ Մեր պահանջը ներկայացրած Նաիրի Զարյան 17 Արցախի ներկայացության դեմն է։ Մեր պահանջը ներկայացրած թե ինչումն է։ Ուրեմն արցախցիների հալանված գումարները պետք է վերադարձվի արցախցիներին։ Սրա համար ենք ստեղ եւ մենք պնդում ենք ու շեշտում, որ սա ներկուսակցական, իշխանական ձգտման տարբեր բաներ արդեն ուզում կծեն, նման նպատակներ ոչ կա, ոչ էլ շարժման ընթացքում լինելու է։ Մեր խնդիրը հստակ է ու ամփոփ։ Թալանվածը պետք է վերադարձնել։ Թալանված իմաստի փաստերը Արցախի հիմնադրամի միջոցով 467 միլիոն դոլարի գողացումը հապշտակոնու փաստերը էրակա ներկայացված դատախազություն։ Հիմա մենք պահանջում ենք, որպեսզի Սամվել Շահրամանյանը այդ հարցերով զբաղվի եւ այդ ընթացքը դատաիրավական ընթացքին արագացում տան, քանի որ արցախցիները աշխատ շաբաթներից հետո փաստորեն մնում են դրսում եւ այդ գործերը հրատապ է, հիմա պետք է լուծում։ Սամվել Շահրամանյանը կամ այդ գործերով զբաղվում է եւ ողջամիտ ինչ որ պատասխաններ մեզ տալիս, կամ Սամվել Շահրամանյանը պետք է հեռանա, էսա մեր խնդիրը։ Ուստեղ լինի այն մարդը, ով որ կարողանա արցախցիների հոգսը քաշի։ Սա է խնդիրը։ Իսկ ինչ որ ուզում են ներկայացնել եկել եք պետական ինստիտուտներ քանդենք եւ այլն, նման խնդիրներ չկա։ Նման ընդհանրապես պայմաններ չի է դիտարկում։ Հստակ է։ Թալանացը պետք է վերադարձնել։ Սկսում ենք մեր ներկայացությունից, հետո գնալու ենք ըստ անհրաժեշտության։ Բնականաբար խնդիրը նրան է, որ պետք է ամեն ինչ օրենքով լուծենք։ Այսքանն է։ Դրա համար առավոտ 12-ին
ամսի 18-ին ժամը 12-ին Նաիրի Զարյան 17 ներկայացության դեմ Սամվել Շահրամանյանն ներողություն ախնդրել, որ այս անգամ չի կարացել գա եւ խոսք տվել, որ այդ ամսի 18-ին մեր հայտարարած օրը ինքը ստեալնելու եւ ժողովրդի հարցերի պատասխանելու է եւ սա ամեն ինչ լինելու է հրապարակային։ Ոչ թե ինչ որ 5 հոգով գնալու են առանձին խոսեն դուրս գան հայտարարել, այլ հենց ամեն ինչ պետք է լսել լինի հասարակության համար Սամվել Շահրամանյանի շուրթերից։ Հենց իր անմիջապես իր կողմից։ Արցախցիները գիտեք ինչն են ինձ շատ բանանում sense այս համառությունը ես գիտեք ինչ հիշեցի այն նույն ձև ամբողջ 9 ամիս գնում էին ռուսների մոտ ասում էին որ մենք եկել ենք դզանից պահանջենք դուք ճանապարհը բացեք այ եղբայր ինքնա փակ է դուք ված չեք դուք ձեր եք առնում ձեզ ասել 9 ամիս լուրջ դեմքով մենք ժամանակ ենք տվել մենք խոսել ենք զանգել ենք Մոսկվա նամակ ենք գրել Պուտինը տեղյակ չի Հիտլերը տեղում չի պատերազմը կեղտոտ է գնանք ռուսները բանակցեն որ սահմանը բացեն բայց ոչ մի խոսք միջազգային սահմանապահների մասին հիմա են փաստորեն քանի որ ասել են ձեր օգնությունը կտրվում է եւ մեկը հուշել է որ օգնությունը կտրում ենք դուք էլ կարող եք ձեր Արցախի հիմնադրամից թալանված հարյուրավոր միլիոններ դոլարների մասին խոսել հա թողել ժամանակ արդեն Արցախի թալանչիները մի քիչ անհարմար զգան մի քիչ փող բերեն որ ձեզ տանք փող չկա դե բյուջեն փող չկա որովհետեւ սա թալանած է կերած է հիմա ու ամենահետաքրքիրը որն է որ այս ամեն ինչը պետքա լուծի ոչ թե Հայաստանի դատախազությունը թալանածները այդ քրական գործերը բան այլ Սամվել Շահրամանյանը ըստ ընկերոջի մեզ հարցում գե սա քո մտքի բանն է Արտուր Յոսիպյան սա քո մտքի թռիչքն է թե հուշել է լուրջ անձնական բան չկա ստե որպես հետազոտող եմ հարց տալիս էլի սա ասենք սա ով է Սամվել Շահրամանյանը ընդհանրապես ով է ինքը այս են տղերն որ Արցախի լուծարում այն ինչ որ գտել միտեղ հա որը սարքել են դրոշ ասում են Արցախը ինքը սապարը չես կարող միասնորությունով լուծարել բայց Սամվել Շահրամանյանը կարողացա մի ամբողջ պետություն լուծարել ոչ լինելով նախագահ ոչ չգիտեմ ով է ինքը հիմա ասում են նույն Սամվել Շահրամանյանը ինչու պետք է հարյուրավոր գողացած միլիոնների հարց լուծի ընդ որում եթե չլուծես պիտի հեռանա որտեղից հեռանա իսկ հիմա որտեղ է որ ինչ որտեղից պիտի հեռանա Արտուր ինքը ով է որ ինչ որտեղից պիտի հեռանա այսինքն դու երկու բան ես ասում նախ ինքը որ ինքն է էլի իշխանություն ունի որ հարցը պետք է լուծի երկրորդն է որ ինքը այդ թալանի հետ կապ չունի ինքը թալանի հարցը լուծելու է ասում եմ նույն բանն է գոնե քեզ Արտուր եւ մի 4-5 անգամ ես հարցազրույց եմ արել Ստեփանակերտում ես Նյու Յորք դու Ստեփանակերտ համոզելով բասացելով ընկերներ ջան արցախցիներ ջան սա խաղալիք չի միջազգային իրավունքը բան չի կապրիզ չի հա այնտեղ sense բաներ չկա արեք դիմեք ժողով արեք հանրահավաք արեք պահանջեք միջազգային խաղաղարներ բայց դուք ամեն ինչ արեցիք որ դա չանեք էլ հիմա գնացը Սամվել Շահրամանյան դու քանի որ դու թալան հետ կապ չունես ու դու ես Հայաստանում դու կարող ես այդ հարցը լուծել 450 միլիոնի հա 450 թե 400 միլիոն դոլարի ինքը հարց պետք է լուծի այսինքն փաստորեն Սամվել Շահրամանյան կարող է այս հարցը լուծել միջև հիմա ու չի լուծել Արտուր դա ես ուզում ասես նաև այս տեքստը որ ձեզ գրել տվել են այս միտքը որ կամ հուշել են չեք մտածում ինչեր կարա դա ենթադրի ում համար ասա Արցախցիներին բերեք հարմարացնեք մի բանի հետ որ տես հեսա մենք անում ենք հեսա Արցախի թալանը հետ ենք բերելու հերդով սանքեր ձեր քաշեն պետությունից Հայաստանի ֆոկուսը նեն այդ փողի վրա Էնել Սամվել Շահրամանյանն հենիաս ես նախագահի լիազորություններ չունեմ դա դատախազության քննիչների հարցը ես որ սիշիկ չեմ ստե ես որ դատավոր դատախազ չեմ մոտապես այդ պետք է ասի բա ինքը ինա ձեր ասկը ոնց է ինքը հարցը լուծել Արտուր
Արցախցիներ ջնում, քեզ ինչ եք անում։ Անես հետաքրքիր է ինձ ուղղակի։ Տեսեք, անձնական ոչինչ չկա, զուտ հետաքրքրասերի եւ ուսումնասիրողի կարծիք։ Բան, աչքով եմ նայում էսի։ Անձնական որն է թափի արդեն մոտս ամեն ինչ։ Որ իմանաք ինձ ասեք։ Եվ այսպես, ինչ ասես չի լինում։ Էլ ով կմտածի, որ կարող Փաշինյան Նիկոլը 7 տարի մնա վարչապետ, չէ՞։ Վարդան Ղուկասյանը քաղաքապետ։ Այսինքն նշանակում է, ամեն ինչ հնարավոր է։ Ամեն ինչ հնարավոր է։ Մարդ սկսում է զարմանալ իր զարմանալու կարողության վրա։ Ես քիչ-քիչ ինձ բերում եմ այն վիճակին, որ ինձ ինչ էլ գան ասել, ասենք Facebook-ով բացեմ, ինչ էլ կարդամ, բայց ես չզարմանամ արդեն։ Կամ թերթը բացեմ, YouTube-ը բացեմ, ինչ էլ կարդամ, ես էլ պիտի չզարմանամ։ Ոչ թե սա անական կալ էր։ Չէ, ուղղակի ես այդտեղ մի քանի ամիս հետ եմ գնում եւ Վարդանիկն էլ չի գիտեր, որ ինքը դառնա քաղաքապետ, նշանակում ամեն ինչ հնարավոր է, բայց այս քաղաքապետ դառնալը շատ մեծ խնդրեմ է ստեղծել սրանց համար։ Լսեք։ Ինքն իրեն Վարդանիկ հրճակած Վարդան Ղուկասյանը Գյումրիում կանգնում ու խոսում է Հայաստանի Հանրապետության միութենական պետության մաս դառնալուց։ Թքածուն է Բելարուսի սկզբունքով նկատի ունի, թե անձամբ Վարդան Ղուկասյան սկզբունքով նկատի ունի։ Հայաստանի Հանրապետության անկախությունը ով է թույլ տվել որևէ մեկին յանազգանուն կրող կոմունիստ կլինի, թե հավատացյալ կլինի։ Ախ, պատկերացեցի, սենց հիմա Փաշինյան Նիկոլը լսում է այս իր վիժվածքին, իր բերած բանից էլի, սենց Ոսում է, պատկերացնում ես հիմա իմ համար ինչ ասում։ Ես էլ Հայաստանի Հանրապետության սահմանադրության վրա թքած ունեմ։ Պատկերացնում ես հիմա էսի ոնց է գոռալու վրես այս դեմքով։ Այ անբարոյականի սերունդներ։ Նիկոլ Փաշինյան ունեք։ Այս նույն բանը ավելի վատ բան ինքն է անում։ Հիմա կարեմ ենթադրեմ, որ վաղը ասես Փաշինյան Նիկոլի վրա էս գոռալու։ Թե ամպերսը չեն հասցնի փոխեն։ Ենթադրում եմ, որ բարոյական մարդը, եթե Հայաստանի Հանրապետության սենց անկախության, ինքնիշխանության, այս սենց ինքը ջատագով է, եւ ինքը անբարոյականի սերված չի, ինքը հիմա նույն ձևի պետք է խոսա բոլոր նրանց նկատմամբ, այս նույն ոգևորվածությամբ եւ ինտոնացիայով, ովքեր սպառնում են Հայաստանի ինքնիշխան տարածքների անկախության վրա։ Կարող եմ ենթադրել։ Դա է տրամաբանություն դա է։ Դե հիմա վաղը տեսնեմ, որ կռվի շորեր թաքնում ես, մտնում ես Նիկոլ Փաշինյանի դեմ, կպսենյակ կամ հրապարակային ասում ես Նիկոլ Փաշինյան, ինքնահռչակ Փաշօղլի, դու ով ես, որ Հայաստանի ինքնիշխան Հայաստանի սահմանադրություն փոխես, դու ով ես, որ մի ամբողջ սերունդների պատերազմի արդյունքում ձեռք բերված Արցախն ուրանաս։ Կարող եմ ակնկալել։ Դե իմ ապացուցի, որ իմ ասած անառակներից սերված չես։ Կարել է, ընդհանրապես մի հայտարարություն ասում, սկզբունքորեն կանում ես նույն բանը ասում ես Նիկոլին։ Թե ինչ որ ասում ես Վարդանիկին, խնդիր չկա։ Ուղղակի ապացուցի, որ դու ես միակողմանի անբարոյական չես, էլի դու ուղղակի սկզբունքային տղա ես եւ ով սպառնում է Հայաստանի անով ինքնիշխանությանը, ով սպառնում է, դու այս սենց ասող տղա ես եւ այն կարծիքը թույլիմացաբար որ կա որ դու այդտեղ են չես, դա լրիվ մոլորություն է։ Ապացուցի, տեսեք, ինչ հրաշալի բացառիկ հնարավորություն է ապացուցել, որ դու այնտեղ են չես որ քո մասին ասում են, էլի։ Տեսնենք, վաղը կտեսնենք ինչ է։ Բայց մինչև դուք խոսած, ԿՊ-ն փառաքարում բոյկոտել է նիստը։ Դե ինքը ինչ կա, բայց պատկերացնում եք Հայաստանի իշխանություն ներկայացնող կուսակցությունը այդ փոքրիկ գյուղում նիստ է բոյկոտել։ Գիտեք ինչի, որտեղ իր մակարդակը սա, իր որակը սա է, իր թռիչքը ստեղ է։ Թռիչքը գյուղում լինել փոքրամասնություն ու մաքսիմում որ կարողանալ անել բոյկոտել նիստը։ Մաքսիմում սրանք են իրանք ունակ, մաքսիմում սա իրենց հնարավորությունները։ Ու հիմա այս բանով Նիկոլ Փաշինյան անենց եմ սպասում այդ հանձնակվեին։ Անենց եմ սպասում տեսնեմ Ռոբը դաշնակները, Սերժիկը ոնց են աշխատել այդ սահմանադրությունը անցկացնելու վրա։ Անենց եմ սպասում տեսնեմ շարացուն չրփոցը ոնց է ուտելու քիթու բերնիդ։
Անենց եմ սպասում դրանց հետ ունենամ այդ ցուցակները ու այս քո կոլաբորանտներին սաղին գլուխները խուզած ուղարկենք Երևանի փողոցներին։ Ոնց եմ սպասում ես այդ օրվանը ու ես գալու եմ քո դատին։ Ես ասել եմ, չէ՞ որ քո դատին լինելու եմ։ Ասել եմ, չէ՞, ոնց եմ սպասում այդ օրվան։ Արագացու, արա։ Արագացու այդ բաները։ Սուտերի ժամանակն է։ Ժամանակն է։ Մի զաջերջ կարեք, արդեն բանը անհարմար բան է ստացվում։ Զանգում էին Նա տեսել նայեք էլի։ Մենք դուրս ենք գալիս։ Մենք ստեղ էլ չենք մնալու, մենք դուրս ենք գալի, բացեք։ Ինչու՞ եք ասում ես սա դեմքն դուրս չի գալի։ Գիտեն լավ չեն իրանք։ Շատ վատ։ Լարվածությունը, աստիճաններ չի ճանաչում։ Դու պատկերացնում եք ինչ կլինի իրանց հետ, իրանք գիտեն ինչ կլինի իրանց հետ, եթե սա մենչը պարավալի գնա։ Հանկարծ հանրակրվեն չանցնի, հանկարծ պայթյունը լինի տեղ, հանկարծ ժողովրդին չկարողանան խանգարել միավորվելու։ Պատկերացնում եք, իրանք հասկանում են, չէ՞, իրանք այդ ինչ է լինելու, որ աշխարհում փախնելու տեղ չի լինելու։ Բա գիտեք, հեշտ է լինել Ալեն Սիմոնյան ու դեմքի նորմալ արտահայտություն ունենալ, գույն ունենալ, հանգստություն ունենալ, չէ։ Չէ։ Նրանք ով որ նախանձում են Ալենի փառքին, ուզում են իրանք էլ ասենք, չգիտեմ, զրահապատված Սիմորկա BMW-ով ֆրֆրան ախրանիկներով, ախրանիկներն էլ բռնեն ում ձեն, ուզում են ինքներ ցկի դեմքներին։ Դա է երազում։ Ես գիտեմ Հայաստանում լիքը բան կա, լիքը շատ կան, որ երազում են այս վիճակը։ Խնդրեմ, այս էլ հետևանքներն են, այսօր ցանկացած մեդալ երկու կողմ ունի։ Երկու կողմ ունի։ Ոչ մի բան միանշանակ չի ու միակողմանի չի։ Հիմա արագ գնանք բաներով ու հետ են գալու։ Այս անցեցի։ Եվ այսպես Նարեշկինն ու Լավրովը էլի ուլտիմատում են դրել, բացահայտել են իրենց վերջի խաղաքարտերը, որին հակառակվել է հենց միանգամից ընկերը չի լինելու։ Չի լինելու քո ուլտիմատումները, իշխանությունը չի փոխվելու Ուկրաինայում, քո շրջանները քեզ չեն տալու, այն ինչ դու ես ուզում, հա, չեն տալու, մի խոսքով Ուկրաինան էլ կապիտուլյացիայի չի ենթարկվելու։ Նույնիսկ եթե դա պահանջում է Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ցելենսկին ուղիղ ասել է ու փակել այդ թեման։ Ես հասկանում եմ, որ կարող է վերջանա դրանով Ամերիկայից օգնությունը, գրով են վերջանա։ Իր ամեն ինչ վերջանում է, չէ՞։ Եվրոպան կա։ Եվրոպան կա։ Հիմա էլ հասկանալով որ դերից մեկը բանդուս չի գալի, ինչ է խնդրում Ռուսաստանը, որ Ամերիկան թողի, ու իրանք Բոյինգի հետ նույնիսկ սկսեն աշխատել։ Որտեղ էս 3 տարի ոչ մի բան չեն կարող անբերել։ Քանի հատ Boeing իրանք որտեղ քսեցին, չվերադարձեցին, բիզարաս Boeing-ները։ Եվ ինչ Պահեստամաս ասես, այս ընթացքում բան են արել, փոխել են։ Շատ վատալային վիճակ է իրանց մոտ, հա։ Հիմա էլ խնդրում են, որ բանանի, թողեն Boeing-ին բանան։ Ու դրա դիմաց խոսք են տալիս, որ կգնան բան զինադատարի, բայց ես վստահ եմ մոտարապես հենց է լինելու։ Իհարկե չեն կարող միակողմանի հանել, կամ եթե նույնիսկ հանեն, իրանց ինչ պետք է միանգամից բերում են ու սկսում են նորից կրակել։ Եվ եւս մի 3 տարի երկարացնել բաների մահը։ Սա էլ այն է, ինչով ասում է ցանկացած միգրանտի Ռուսաստան խնդրում։ Սենց անասունի նման հավաքում են, հետո տանում են զինկոմիսարիատ, շորերը հագնում են վրան, ուղարկում են միս դառնալու ուկրաինական ճակատում, որովհետև ինչա պետք Փաշինյան Նիկոլի նման Պուտինին, մենակ իշխանություն։ Դրա դիմաց քանի միլիոն, դեռ արդեն միլիոնի ասել, միլիոնների ասել, ինվալիդ կամ հող կդառնա, կմահանա, Պուտինին ինչ։ Այս բոլորը պարտք են իրանց կյանքով Պուտինին։ Պուտինի ավա սենց է։ Դուք ձեր կյանքով պարտք ինձ, որ դուք ապրում եք։ Ես պետք է ապրեմ, դուք իմ ապրելու համար դուք պետք է գնաք մեռնեք։ Այն նույն բանը ինչ որ մտածում է Նիկոլը, մեկ էլ Ալեն Մալենները, իրանց էս թայֆերն են։ Պատկերացնում եք։ Իրանք մտածում են ամբողջ ժողովուրդը պարտք է, որ իրանք լավ ապրեն։ Այսինքն իրանք իրենց լավ ապրելու համար ինչ ուզեն պետք է անեն։
Սպանելա պետք սպանեն, երկիրածախել պետք ծախեն, ուրանալա պետք ուրանան, էլ ինչա պետք։ Փող տվող լինի, էլ ինչա պետք։ Սուտինորի համար ինչ տարբերություն։ Սուտինորն արդեն այն բարիերը անցած, բարոյականության սահման անցած մարդը, որ իր փողի համար ինքը ամեն ինչի էլ բամնավաճառ էլի, ամեն ինչի պատրաստ է։ Դա ինչ տարբերություն, սրա կյանքն է, նրա կյանքն է։ Եվ այսպես, ես էլ արդեն ասեցի, Ուկրաինան էլ մերժել է ուղղակի Ամերիկայի կողմից հնչած առաջարկը, որ ներկայացնում է ռուսական շահերը։ Իսկ հիմա ամենակարևորի մասին։ Եվ այսպես գնանք հեռավոր 2004 թվական ապրիլի 14, ապրիլի 13-ի գիշերը 14-ի առավոտ, երբ որ այս հրեշը ջարդեց ժողովրդին Բաղդենանում, հերթական անգամ, եւ առավոտյան իմացանք այն մասին, որ Սիլվա Կապուտիկյանը վերադարձել է Սուրբ Մեստրո Մաշտոց շքանշանը, իրեն ստացած վերադարձել է Քոչարյանին, եւ Քոչարյանին է ուղարկում իր գրած բանասրտությունը այդ գիշեր։ Ինչ էր ասում նրանով։ Մենք դες պատկերացնում ենք, մենք դες մտավորականներ ենք ունեցել։ Ես չեմ ապրում արդեն ու չեմ էլ մեռնում։ Եվ իմ չմեռնելը տևելու է երկար։ Ուր էլ լինեմ տանը, դրսում, հեռաստանում, ես ձեր դատաստանին պետք է լինեմ ներկա։ Այսօրվա մասին է խոսքը։ Նաեւ դուք փոքր ու մեծ տերեր, այրեր, դուք ապիկար, առաջնորդներ չնչին ու կեսկատար, ստոր ձեր տեսակին, ստորոտներ հարմար, դուք եղծությամբ ստով հասակ կատար։ Մտքի ընտրյալներին դուք դարձրեցիք ծառա ու դարձրիք պատանդ հլու ընտրազանգված, մի պարկ փութ ալյուրով մարդկանց խիղճարակ, դուք փչացած վաղուց փչացեցիք նրանց։ Ինչելուց պետք է ասեմ, ստեղ ընդհատելով, որ Սիլվա Կապուտիկյանի դեմ դուրս եկան, Ժողովրդեմ հալուսինան կար, համասարանում դասախոս, ծնդովելի արցախցի պետք է ասեմ, որ վերջին լուտանքը թափել պաշտպանելով Քոչարյանին, լուտանքը թափել Տիկին Սիլվայի վրա։ Դրանց հետ տականքի հիմա ինչ անում, կարող է ծափկել ասել։ Ու լրկեցիք հոգին ու փշեցիք նորից 88-ի հրաշք ժողովրդին, ստիպեցիք լքել հայրենիքը, որին այժմ էին տվել կյանք ու որդի։ Իսկ նա ոստրուկին ճզմեց իր մեջ, ելավ հանուն պատվի պարտքի եկավ հրապարակ, զորքով փշալարով շոշկալեցիք նրան ու ջանացիք ջարդել ոտքերի տակ։ Օ խաղատուն դարձած հայրենական մեր տուն, ցեխերի մեջ ընկած մագաղաթյամատյան, կախաղանի սյունից կախված անկայունություն, մեր լույս երազների խավարակույր պայթյան։ Պատկերացնում եք, այսօրերին ոչ մի նման բան չի գրվում։ Ես ինչ խոսքերով նզով կարդամ ասաստ, ուսաստ, ձեզ որ խուշ դուրս կարգերին այս երկնքից, ու
ուժ դուք դարձաք հեծյալ ժողովուրդը գրած, օտարի դուրն ընկած մի մուրացիկ, և ես հայ բանաստեղծ ինչ սև բախտի հասա, որ նզովքի խոսք եմ ասում հային, հզոր ճախտից հետո ասանկումը տեսա, և ապրեցի օրերն այս դիվային, ու չեմ ապրում արդեն, ու ես չեմ էլ մեռնում, իսկ թե անեծք վերին, մնաք ինձնից երկար, մեկ է, ուր էլ հանք չեմ, որ մի գերեզմանում ձեր դատաստանին լինելու եմ ներկա։ Սա էր հայ մտավորականի խոսքը հրեշ Ռոբերտ Քոչարյանի։ Ես կարծում եմ հիմա սա ավելի արդիական է երևի ինչու քան 2004 թվականին։ Ես պատկերացնում տիկին Սիլվան ինչ կգրեր հիմա, եթե ոչ լիներ։ Բա խոսքս հայ գրչի վարպետներ ուր եք։ Ուր են ձեզ ստացած եւ Փաշինյան Նիկոլի դեմքին շպրտած ձեր նվերները, շնորհակալագրերը։ Ուր են։ Ես դա համար եմ ասում, երկու բան եմ ակնկալում։ Ցուցակ վճարվածների եւ խուզած գլխով մարդկանց բանակ։ Այսօրվա համար այսքանը։ Լավ մնացեք։